Դիանա Գրիգորյանի վերջին զանգասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենաթեժ ու ինտրիգային սերիաները դեռ առջևում են։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում էին տեսնելու, թե ինչ է կատարվելու այս սերիայում, քանի որ հույս ունեին, որ վերջապես Աննան կիմանա այն ճշմարտությունը, որ տարիներ առաջ իրենից թաքցրել է։ Բայց ինչպես երևում է, դեռ բախտ չի վիճակված, որպեսզի Աննան ու Սոսը գտնեն իրենց երեխային, ու դեռ Սոսը ամեն ինչ անում է, որ հենց շախունցների ընտանիքը խոստովանի, թե որտեղ է իր երեխան։ Այդ ամենի համար Սոսը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ դեմ դուրս գալ ամբողջ աշխարհին, միայն գտնի թե իր երեխային։ Հեռուստասերիալում իրադարձություններն այնպես են զարգանում, որ մոտ օրերս անպայման կհրապարակվի գաղտնիքն ու Աննան ու Սոսը վերջապես կտեղեկանան, թե ով է իրենց երեխան, բայց մինչ այդ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, չնայած հեռուստասերիալում իրավիճակն էլ ավելի լարված ու էլ ավելի ինտրիգային է դարձել։ Ձեզ համար բերել ենք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արվել են նկարահանման հրապարակում ու ձեզ կպատմեն, թե ինչ սպասել հեռուստասերիալի հետագա սերիաներում։ Նշենք, որ Դիանա Գրիգորյանը նշել է, որ հեռուստասերիալն ավարտվելու է դեկտեմբերին և բնականաբար ամենահետաքրքիր սերիաները դեռ առջևում են։ Ավարտը մոտ է, ահա այսպես է վերնագրված տեսանյութերից մեկը։ Իսկ թե որ տեսանյութի մասին է ու ինչ է նշանակում այս ամենը, կարող եք դիտել հենց հիմա, չմոռանալով տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը հեռուստասերիալի ավարտի մասին։ Ժողովուրդ, մենք սենց իրունացած, որ հաղորդման էինք գնացել։ Սենց ահավոր։ Խնդրում եմ հետ։ Ու սենց ահավոր։ Արի գնում ենք լվայինքդ։ Գնում ենք լվայինքդ։ Isn't she love? Վերջ, ես պատրաստ եմ, եք արդեն իմ սիրելի Armenia TV ու հիմա մտնում եմ ներս։ Սփոյլ եմ անում էլի, որ հաղորդման ջուրն եմ։ Ես հասկացա, որ ես մամայիս եմ քաշել և Կարուձևի հետ սեր ունեմ, ուղղակի պետք է դրան ժամանակ տրամադրել, գնալ սովորել։ Մի հատ սերիալ էի նայում, այնքան լավն էր, իսպանականներ, կոչվում էր Գալերիա Վիլվետ, հավես բաներ կարաք նայեք, մի խոսքով այդ որ նայում էի, ոգևորվել էի։ Լավ, ինչ որ եք, ավիճը վերցնում ենք, ստեղ սենց գծենք, որ հասկանանք էլի, ուրիշ կողմ չկարենք ու այսինքն որոշել եմ ներս դնեմ այս շորը, եթե այդ հաղորդմանը հանկարծ այս շորը հագա, հիշեք, որ միասին ենք, պիտի ձելեց արել։ Վերջ, շնորհակալություն ուշադրության համար, շատ կարևոր սթորի էր էլի։ Խիո, խիո, խանե, խանե, խիո, խիո, խանե, խանե, Փորձս վերջացրեցի, բարեհաջող, մի տեսարանս վերջացրեցի ու հիմա տանն եմ, սպասում եմ մեր նկարահանող խմբին, որպեսզի գան ու այստեղ նկարենք նաև մյուս տեսարանս, որովհետև Յանայի տունը մեր տանն է նկարվում, լավ է երևի, որ այսօր այդպես է, որովհետև էլի վիճակի չեմ տանից դուրս գալու, անհնար է, այսպես ուզում եմ շուտ ապաքինում եմ։ Եկավ մի հատ բան ասեմ, գնամ բարև ձեզ, մազերս ներկել եմ, որտեղ նկարահանման եմ կներեք էլի։ Ուրեմն, եթե դուք մտածում եք, որ դերասանի աշխատանքը շատ հեշտ է, ֆիզիկական պատրաստվածություն պետք չի, ուրեմն ասեմ, դա տենց չի։ Երեք գանգստեր մակից հետո ես հենց ուրախ եկել եմ, ասում եմ, վերջապես առանց կապտուկների եմ տուն եկել, ոտքերս մաքուր են, կապտուկներ չկան, մեկ էլ ինչ տեսնեմ, թարամ։ Սենց ձողը նորմալ չէր պտտվում, մի քանի անգամ փորձարեցինք ցանկալի արդյունք ունենալու համար եւ խնդրեմ դե մեր դեպքում կարևորն արդյունքն է, չէ, դրանով ենք մենք ուրախանում ձեր ծափերը ու խոսքով ստացված ներկայացումը այդքանով բավարարված ենք, բայց սիրուն ծաղիկներին եմ ստացել։ Всё, այսքանն էր։
Ուրեմն, մյուս շաբաթ հրավիրված եմ ավետի հաղորդմանը, պետք է այնտեղ երգենք։ Ես չգիտեմ ինձ ինչ երգ հանքնելու, բայց ինչ-որ բաներ եմ պարապում, ասում եմ ձայնս բաց եմ գոնե, էլի մտքիս ոչ մի բան չի գալիս բացի այս երգից։ Նվագեցեք լասպարին, թողանարին նարին, թողանարին նարին, դհոլ զորնակը զարկե, նվագեցեք լասպարին, նվագեցեք լասպարին, նվագեցեք լասպարին, թողանարին նարին, թողանարին նարին, դհոլ զորնակը զարկե, նվագեցեք լասպարին, նվագեցեք լասպարին։ Օֆ, չգիտեմ ինձ ինչ երգ հանքնելու, բայց էս է իմ ճաշակը։ Ողջույն բոլորին, այս 2 ժամը ուզում եմ այս թորին անել, բայց չեմ կարողանում, չի ստացվում ինձ մոտ, որովհետև ժամանակը չի ներում։ Շատ եք ինձ գրում, թե ինչու ես չեմ կարողանում ներկայացնել իմ օրից, առօրյայից հատվածներ։ Չեմ կարողանում առհասարակ ներկայացնել իմ օրը։ Ես իհարկե չգիտեմ, թե մարդիկ ինչպես են կարողանում իրենց առօրյան ներկայացնել միևնույն ժամանակ լինել զբաղված, որովհետև այն մարդիկ, ովքեր ներկայացնում են, որ շատ են աշխատում, գիշերները չեն քնում, որ իրենց աշխատանքը ծանր է, որ իրենք առհասարակ չեն հանգստանում, արիուտես իրենք ժամանակ են ունենում այդ ամենը ներկայացնել ձեզ, բայց այս պարագայում ես գուցե եւ այդ առումով այդքան էլ տաղանդավոր չեմ կարողանում ես ներկայացնել, որովհետև չունեմ ժամանակ, որովհետև ես եւ իմ ստեղծագործական խումբը աշխատում են ամեն օր 24/7, այո չենք քնում, այո աշխատանքը ծանր է,